Ողջույն սիրելի հետևորդներ, սա Midea Media Club-ն է, մենք շարունակում ենք միասին հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որն ընթանում է Հյուսիսային Ամերիկայի 3 երկրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում եւ Կանադայում։ Ավարտվեց խմբային փուլը, թվում էր 3 մեկնարկեց առաջնությունը, բայց ամենամեծ հատվածը այս առաջնությանն արդեն պատմություն է եւ ձևավորվել են 1/16-րդ եզրափակչի զույգերը։ Հիմա միասին ամփոփենք խմբային փուլը եւ հասկանանք ինչ հավակնություններ ունեն play-off դուրս եկած հավաքականները։ 1/16-րդ եզրափակչում թիմերը պայմանական 2 հատվածի են բաժանված, աջ եւ ձախ ընդունված է ասել, դա նշանակում է, որ օրինակ ձախ կողմում տեղ գտած հավաքականները կարող են հաջող ելույթ ունենալու դեպքում միմյանց հանդիպել մինչեւ եզրափակիչ։ Իսկ մյուս կողմի ներկայացուցիչների հետ կարող են հանդիպել միայն եզրափակչում կամ երրորդ տեղի համար խաղում։ Եվ սկսեմ քննարկումը այսպես ասած ձախ կողմից Գերմանիա, Պարագվայ, այսպիսի զույգ է ձևավորվել, Գերմանիայի հավաքականը բավականին վստահ հանդես եկավ խմբային փուլում, թեև ունեցավ մեկ շատ դժվարին հանդիպում Կոտ դ'Իվուարի հետ եւ վերջին ոչինչ չնշանակող իր համար խաղում անգամ պարտվեց Էկվադորի հավաքականին, բայց իր գլխավոր խնդիրը Բունդեսթիմը լուծեց, գրավեց առաջին տեղը եւ վստահ դուրս եկավ play-off։ Պարագվայը դա արեց խմբում միայն երրորդ տեղը գրավելու շնորհիվ եւ սա հաստատում է այն կարծիքը, որ այս զույգում կա ակնհայտ ֆավորիտ Գերմանիայի հավաքականը պետք է որ լուրջ խնդիրներ չունենա, թեև թերագնահատել հարավամերիկյան ոչ մի հավաքականի չարժե եւ խմբային փուլում շատերը դրանում համոզվեցին, մենք այդ մասին դեռ խոսենք։ Ամեն դեպքում Գերմանիա-Պարագվայի դիմակայությունում ակնհայտ առավելություն տալիս եմ Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմին։ Հաջորդ զույգը Ֆրանսիա-Շվեդիա, Ֆրանսիայի հավաքականն այն սակավաթիվ հավաքականներից մեկն է, որը խմբային փուլում հաստատեց իր շատ բարձր կարգը, առավելագույն միավոր վաստակած 3 հավաքականներից մեկն է, Ֆրանսիան 9 միավորով դուրս եկավ խմբից եւ երկրորդ անընդմեջ հանդիպումն են ֆրանսիացիներն անցկացնելու սկանդինավյան հավաքականի հետ։ Խմբային փուլի վերջին տուրում Նորվեգիան էր մրցակիցը, շատ հետաքրքիր էր, որ Նորվեգիան Ֆրանսիայի հետ խաղին դուրս եկավ ամբողջությամբ երկրորդ կազմով, որովհետեւ արդեն ապահովել էր երկրորդ տեղը եւ չցանկացավ իր առաջատարներին ռիսկի ենթարկել, գիտակցելով միգուցե որ միևնույն է պարտվելու է այդ խաղում, Հոլանդը եւ նրա մի քանի թիմակիցներ ստացան հանգստանալու հնարավորություն։ Ֆրանսիան դրանից իհարկե չզարմացավ, իր խաղը խաղաց, Ոսման Դեմբելեի ֆանտաստիկ ելույթը հետ-թրիկով, Կիլիան Մբապեն ճիշտ է գոլ չխփեց, բայց նորից ակտիվ էր, գոլային փոխանցում կատարեց, մի խոսքով Ֆրանսիան ցույց տվեց, որքան լուրջ է տրամադրված։ Եթե համեմատենք Նորվեգիային եւ Շվեդիային, երևի Նորվեգիայի հավաքականի երկրորդ կազմը մոտավորապես այն է, ինչ Շվեդիայի հավաքականի հիմնական կազմը։ Այո, Շվեդիան մեծ դժվարությամբ միայն ազգերի լիգայի շնորհիվ դուրս եկավ աշխարհի առաջնային եզրափակիչ փուլ, այստեղ խմբից շատ մեծ դժվարությամբ երրորդ տեղով դուրս եկավ եւ առաջարկել ինչ-որ բան Ֆրանսիային դժվար թե կարողանա Շվեդիայի ընտրանին, հետեւաբար այստեղ կանխատեսում են Ֆրանսիայի հավաքականի գերվստահ հաղթանակը եւ դուրս գալը 1/8 եզրափակիչ։ Հարավաֆրիկյան Հանրապետություն Կանադա, սա առաջին դիմակայությունն է 1/16-րդ եզրափակչի ըստ հերթականության, այսօր այդ հանդիպումը կայանալու եւ բացելու է play-off-ը, առաջին անգամ իրենց պատմության մեջ այս երկու հավաքականները դուրս են եկել play-off աշխարհի առաջնության, իհարկե ձևաչափի փոփոխությունը դրան մեծապես նպաստեց, եթե սկսվեր ամեն ինչ 1/8 եզրափակչից, դժվար թե Հարավաֆրիկյան Հանրապետությունը Կանադան այստեղ լինեն, բայց եղան Կանադան նաեւ այն բանի շնորհիվ, որ տնային որոշ չափով տնային առաջնություն է անցկացնում եւ շատ մեծ աջակցություն ունի, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը կարողացավ խմբում անգամ երկրորդ տեղը գրավել Մեքսիկայից հետո եւ հարավաֆրիկացիների համար սա մեծագույն տոն է։ Ասել, որ Կանադան այստեղ ֆավորիտ է, իհարկե գայթակղիչ է, բայց ես չէի շտապի պայքարից դուրս թողնել հարավաֆրիկացիներին, որովհետեւ նրանք ֆիզիկապես շատ ամուր են եւ նրանք միգուցե նույնիսկ աշխարհի առաջնությունում վերջին ժամանակաշրջաններում ավելի մեծ փորձ ունեն, ավելի մեծ փորձ ունեն նրանց խաղացողները եվրոպական ակումբներում հանդես եկող աշխարհի առաջնությունների մասին էր խոսքը հավաքականի մակարդակով, իհարկե եւ հարավաֆրիկացիները կարող են այստեղ կապել շատ լուրջ պայքար եւ ինչու ոչ դուրս թողնել պայքարից Կանադայի հավաքականին, բայց ամեն դեպքում բոլոր մասնագետների այսպես գնահատմամբ փոքրիկ առավելություն հյուսիսամերիկյան հավաքականը կունենա։ Այս զույգի հաղթողը 1/8 եզրափակչում խաղալու է Նիդերլանդներ Մարոկկո զույգի հաղթողի հետ, Նիդերլանդների հավաքականին
շատ հեռու ճանապարհ էին կանխատեսում մասնագետները եւ նարնջագույնները կարծես թե դեռ հուսախաբ չեն անում, նրանք իրենց խմբում վստահ գրավեցին առաջին տեղը, թեև ամենապինդ հավաքականին այդ խմբում Ճապոնիային հաղթել չկարողացան, դա մեկնարկային տուրում էր, բայց հետո հոլանդացիներն ամեն ինչ վստահ արեցին, արդյունավետ ֆուտբոլ խաղացին եւ առաջին տեղով շարժում են առաջ։ Իսկ ահա նրանց մրցակիցը Մարոկոյի հավաքականը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ 4 տարի առաջ Կատարում տեղի ունեցած ընդհանրապես պատահականություն չէր։ Մարոկոն կարողացավ ոչ ոքի խաղալ Բրազիլիայի հետ, բայց հետո խփած եւ բաստողած գնդակների տարբերությամբ զիջեց առաջին հորիզոնակապենտակամպիոններին եւ երկրորդ տեղով դուրս եկավ։ Դա նշանակում է, որ մրցելու է Նիդերլանդերի հետ շատ բարդ մրցակցի, միևնույն ժամանակ Մարոկոն ինքը բարդ մրցակից է Նիդերլանդերի համար, այստեղ շատ հետաքրքիր համառ պայքար է կանխատեսվում, որոշակի առավելությամբ այո հոլանդացիների, կարծում եմ ամեն ինչ կլինի, բայց ընդհանրապես չեմ զարմանա, եթե Մարոկոյի հավաքականը կարողանա դուրս թողնել պայքարին, իդեպ շատերի վստահմամբ աշխարհահռչության հաղթողի կոչման գլխավոր ֆավորիտներից մեկին։ Շարժվենք առաջ, Պորտուգալիա, Խորվաթիա եւս մեկ հնչեղ եվրոպական այս անգամ դիմակայություն եւ մաքուր եվրոպական, ու այստեղ Պորտուգալիայի հավաքականը կարելի ասել ինքը իր գլխին բերեց այս պատմությունը, ոչ թե խոսքը խորվաթների հետ հանդիպումն է այս փուլում, այլ այն պոտենցիալ ճանապարհը, որը կարող են պորտուգալացիներն անցնել։ Խորվաթիային հաղթելու դեպքում Իսպանիա, հետո հավանական է Ֆրանսիա եւ այսպիսի ճանապարհով անցնել ու հասնել եզրափակիչ ծայրահեղ բարդելիներ։ Իսկ մեղավոր են նորից ասեմ իրենք պորտուգալացիները, որոնք չկարողացան խմբում գրավել առաջին տեղը։ Կոլումբիայի հետ ոչ ոքի վերջին խաղում ու եթե դիտել եք այդ հանդիպումը կհամաձայնեք, որ այնտեղ թելադրողը ոչ թե պորտուգալացիներն են, այլ կոլումբացիներն։ Նրանք ավելի շատ հնարավորություններ ունեին, նրանք նույնիսկ գոլ խփեցին, որը շատ տարօրինակ կերպով վերագրեցին խաղից դուրս վիճակի եւ չհաշվեցին։ Ընդհանրապես կարող էր պարտվել Պորտուգալիան, թեև դա չէր ազդելու վերջնական դասավորության վրա եւ Պորտուգալիան միևնույն է երկրորդը կլիներ։ Այնպես որ եկավ այս բարդ հատվածը Պորտուգալիայի հավաքականը ու սկսելու է խորվաթների հետ, որոնք այո ծեր թիմ են բերել Հյուսիսային Ամերիկա, բայց ցույց տվեցին, որ շարունակում են մնալ իրենց մակարդակի վրա, երկրորդ տեղը գրավեցին իրենց խմբում եւ դուրս են եկել play-off հերթական անգամ խորվաթները, իսկ որ Խորվաթիան կարող է հաղթել յուրաքանչյուրին play-off-ում, մենք դրանում արդեն 20-30 տարի պարբերաբար համոզում ենք, հետևաբար պորտուգալացիները պետք է շատ եւ շատ ուշադիր լինեն։ Դուրս է գալու այս զույգի հաղթողը Իսպանիա-Ավստրիա զույգի հաղթողի վրա, այստեղ դրամատիկ պայքար եղավ ավստրիացիների վերջին խաղում խմբային փուլի, նրանք Ալժիրի հետ խաղում էին ոչ ոքի, ձեռնտու ոչ ոքի, բայց հանկարծ ավելացված ժամանակում ավստրիացիները բաց թողեցին եւ կարող էին դուրս մնալ պայքարից, բայց հասցրին ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում գնալ առաջ ու խփել փրկիչ գոլը, Ավստրիան 3-3 հաշվով խաղաց, այլապես զիջելու էր play-off-ում իր տեղը Իրանի Իսլամական Հանրապետության թիմին, որը առանձին պատմություն է, ինչ դրամատիկ պայմաններում դուրս մնաց այդ պայքարից։ Իսկ Ավստրիան վերջին պահին ցատկեց հեռացող գնացքի մեջ եւ դուրս եկավ Իսպանիայի հավաքականի վրա։ Թվում է ճակատագիրը արդեն վճռված է այս դիմակայությամբ, բայց Իսպանիան ընդհանրապես չհամոզեց իր խաղով խմբային փուլում եւ իսպանացիները եթե մարզավիճակը չբարելավեն, եթե ընթացքում չհավաքեն, ինչպես ասում են, չեն կարողանա հեռու գնալ։ Այո, Ավստրիային կարգի շնորհիվ ամեն դեպքում պետք է հաղթի Ֆուրիա Ռոխան, բայց հետագայի համար պետք է ամեն ինչ ավելի լավ անել, որովհետև մնացած բոլոր թիմերը շատ ավելի ուժեղ են, քան Ավստրիան։ Այս դիմակայությունում Իսպանիայի հավաքականի բաց այդ առավելությունը կանխատեսում եմ։ Այս հատվածի վերջին երկու դիմակայությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բոսնիա եւ Հերցեգովինա, այստեղ երկար կանգ առնելու բան չկա, ամերիկացիները տպավորիչ էին խմբային փուլում, հսկայական աջակցություն ունեն սեփական արկիտակ եւ նրանք Բոսնիա եւ Հերցեգովինային եւս պետք է ըստ տրամաբանության հաղթեն, բոսնիացիները այո հերոսաբար դուրս եկան խմբից, բայց սա կարծում եմ Էդին Ջեկոյի եւ թիմակիցների առավելագույններ։ Իսկ այս զույգի հաղթողը խաղալու է 1/8 եզրափակում Բելգիա-Սենեգալ դիմակայության հաղթողի հետ, բելգիացիները թեև խմբում իրենց հարցերը լուծեցին, բայց բազմաթիվ հարցեր Բելգիայի հավաքականին մնացին,
այն խաղը, որը ակնկալվում էր եւ մենք վերջին մունդիալներում տեսնում էինք Բելգիայի կատարմամբ հիմա չտեսանք եւ Սենեգալի հավաքականը որպես իսկական ամուր աֆրիկյան հավաքական կարող է շատ լուրջ պայքար առաջարկել Սադիո Մանեն եւ նրա թիմակիցները պատրաստ են փլեյօֆին կուզեի ասել Աֆրիկայի գործող չեմպիոնը, բայց հասկացնում եք, հիշում եք ինչ պայմաններում Սենեգալից խլեցին այդ չեմպիոնությունը։ Բելգիա-Սենեգալ այստեղ մոտավորապես հավասար շանսեր եւ անցնենք մյուս հատվածին, արդեն աջ կողմին թիմեր, որոնք վերոհիշյալ թիմերի հետ մինչեւ եզրափակիչ կամ երրորդ տեղի համար հանդիպում չեն կարող հանդիպել։ Բրազիլիա-Ճապոնիա սկսենք այս զույգից, այստեղ իսկապես ամեն ինչ շատ հետաքրքիր է, թղթի վրա ֆավորիտը շատ բարձ երևում է Բրազիլիայի հավաքականը, որը թեև Մարոկոյի հետ ոչ ոքիով սկսեց, բայց հետո երկու վստահ հաղթանակ տարավ, Վինիսիուս Ջունիորը փայլում է, Նեյմարը մտավ վերջին խաղում փոխարինման եւ չի բացառվում, որ մենք նրան նորից տեսնենք աշխարհի այս առաջնությունում դաշտում մնացած խաղացողներն էլ կարծես հարմարվել են Կարլո Անչելոտիի ֆուտբոլին եւ աստիճանաբար Բրազիլիան մարզավիճակի հավաքում, բայց Ճապոնիայի հավաքականի խաղը բացի հիացմունքից այս պայծրությամբ ուրիշ ոչինչ չի առաջացնում, այդքան կազմակերպված, այդքան աշխատող թիմ շատ քիչ կտեսնես աշխարհի առաջնությունում։ Ճապոնացիները համապատասխանում են իրենց ազգային մենտալիտետին, բնավորությանը եւ հավաքականը իսկապես տպավորում է, թե նորից ասեմ կազմակերպածությամբ, թե գրավչությամբ իր խաղի եւ ճապոնացիները շատ հանգիստ կարող են խնդիրներ առաջացնել եւ եթե ոչ Բրազիլիայի հետ, միգուցե մի քանի այլ հավաքականների այս փուլում Ճապոնիան հանգիստ կարող էր հաղթել։ Բրազիլիային դժվար կլինի, բայց Ճապոնիան ամեն դեպքում առանց շանսերի չէ։ Հաջորդ զույգը այստեղ Կոտ դ'Իվուար Նորվեգիա, Նորվեգիայի մասին արդեն որոշ չափով խոսեցի, նորվեգացիների առաջատարները հանգիստ ստացան Ֆրանսիայի հետ խաղում եւ թարմ ուժերով մոտենում են աֆրիկյան մեկ այլ ամուր հավաքականի հետ դիմակայությանը, Կոտ դ'Իվուարը լավն է, Կոտ դ'Իվուարը կարող է շատ բան անել, բայց երևի կհամարձակվեմ ենթադրել, որ փղոսկրի ափի ներկայացուցիչների ճանապարհն այսքանով կավարտվի, որովհետև Նորվեգիայի հավաքականը այս պայծրությամբ կարգով ավելի բարձր է, ունի թոփ հարձակվող իր կազմում եւ Էրլինգ Հոլանդը փորձի իր գոլերի քանակը մունդիալում ավելացնել, նա եւ թիմակիցները կարծում եմ կհաղթահարեն Կոտ դ'Իվուարի արգելքը։ Մեքսիկա-Էկվադոր, մեքսիկացիները եւս 9 միավոր 9 հնարավորից վաստակեցին խմբային փուլում, մեքսիկացիները շարունակում են ուրախացնել իրենց երկրպագուներին, բայց եկեք հիշենք մեկ շատ տխուր վիճակագրություն Մեքսիկայի հավաքականի համար, նրանք վերջին մի քանի մունդիալում դուրս են գալիս խմբից, բայց հաղթահարել փլեյօֆի առաջին փուլի արգելքը չեն կարողանում։ Այո, միջև այս պահը դա 1/8 եզրափակիչն էր, հիմա ամեն ինչ սկսվում է 1/16 եզրափակիչից, միգուցե այս փուլը Մեքսիկան կկարողանա հաղթահարել եւ 1/8 եզրափակիչը կլինի հաջորդին, բայց միջև այդ պետք է շատ ուժեղ հավաքականի հաղթել։ Էկվադորը լավն է, Էկվադորը բնավորություն ցույց տվեց խմբային փուլում եւ կարողացավ ապահովել իր տեղը փլեյօֆում, բայց Լեպլեցուն ստադիոնը մեքսիկացիների ճնշումը կարծում եմ անհաղթահարելի կլինի այս անգամ Էկվադորի հավաքականի համար եւ կանխատեսում եմ Մեքսիկայի դուրս գալը 1/8 եզրափակիչ, իսկ այնտեղ արդեն սպասում է Անգլիա Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն զույգի հաղթողը, որքան էլ կոնգոլեսցիները տպավորեցին իրենց բնավորությամբ եւ նվիրված խաղով, բայց Անգլիայի պես թիմին հաղթել փլեյօֆի առաջին փուլում դժվար թե կարողանան, Անգլիան շատ արդյունավետ սկսեց այս առաջնությունը Խորվաթիային 4 գոլ խփելով, հետո եղավ Գանայի հետ գոլազուրկ ոչ ոքի, հետո շատ համեստ հաղթանակ Պանամայի նկատմամբ 2-0 հաշվով, բայց միևնույն է Անգլիայի հավաքականն իր մակարդակի վրա մնում է, Հարի Քեյնը եւ Ջուդ Բելինգհեմը կարողանում են տանել իրենց հետևից թիմակիցներին եւ Անգլիան այստեղ բաց այդ ֆավորիտ է եւ կարծում եմ խնդիրներ չպետք է ունենա։ Արգենտինա Կաբո Վերդե ամենասպասված երևի դիմակայությունը ոչ թե զուտ վերնագրով, այլ այն տեսանկյունից, որ ամենա պոպուլյար դարպասապահ այս առաջնության Ոզինյան հանդիպելու է իր կուռքին Լիոնել Մեսսին։ Այո, նրանք գրեթե հասակակիցներ են, բայց Ոզինյան չի թաքցնում, որ հիանում է Լիոնել Մեսսի ամբողջ կարիերայով եւ ժամանակին ասել էր, որ երազում է մի օր հանդիպել Լիոնել Մեսսիին խաղադաշտում եւ այդ պահը եկա։ Կաբո Վերդեն հերոսաբար դուրս եկավ բավականին բարդ խմբից,
որտեղ աշխարհի 2 չեմպիոնի հետ էր մրցում իդեպ, բայց հիմա խաղալու է աշխարհի գործող չեմպիոնի հետ, Արգենտինայի հետ, որի կազմում Լիոնել Մեսին շարունակում է հրաշքներ գործել, նրա ռեկորդների մասին արդեն խոսել ենք, նա 1 գոլ մեր վերջին հաղորդումից հետո ավելացրեց ընդհանուր գոլերի քանակին եւ 6 գոլով ընթացիկ առաջացան լավագույն ռմբարկուն է, Մեսին շարունակում է շրջանցել, այն էլ 2 գնդակի առավելությամբ շրջանցել ժամանակակից ֆուտբոլի առաջատար արձակվողներին, Վինիսիուսին, Դեմբելեին, Մբապեին, Հոլանդին, որոնք 4-ական գոլ են խփել, բայց նրանց բոլոր ֆուտբոլիստների վերևում կանգնած է Լիոնել Մեսին իր 6 գոլով, իր պատմական ռեկորդերով եւ Ոզինյան ու թիմակիցները շատ ծանր 90 րոպե են անցկացնելու իհարկե։ Այստեղ կփրկի Կաբո Վերդեն երևի այն, որ նրանք կարողանան հերոսաբար պաշտպանվել, այնպես ինչպես Իսպանիայի հետ խաղում տեղի ունեցավ, բայց դա խմբային փուլ էր, առաջին խաղն էր, եկեք չհամեմատենք փլեյօֆի հետ, որտեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ մակարդակի վրա եւ արգենտինացիները իհարկե Իսպանիայի հավաքականի սխալները չպետք է կրկնեն, այստեղ Արգենտինան շատերի համոզմամբ իր հեշտ ճանապարհը փլեյօֆում սկսում է աշխարհի առաջացան նորեկներից մեկի հետ եւ պետք է շարժվի առաջ։ Ավստրալիա, Եգիպտոս այն զույգն է, որի հաղթողը հաջորդ փուլում կարող է Արգենտինա Կաբո Վերդե զույգի հաղթողի հետ հանդիպել, հավանաբար Արգենտինայի, Եգիպտոսը եւ Ավստրալիան մոտավորապես հավասար շանսերով են մոտեցել այս հանդիպմանը, մոտավորապես նույն մակարդակի ֆուտբոլն էլ նրանք ցույց տվեցին խմբային փուլում եւ երևի բոլոր զույգերից 1/16 եզրափակչի, սա այն դիմակայությունն է, որտեղ իսկապես կարելի ասել 50-50 են գնահատվում շանսերը տալ որևէ մեկին առավելություն իհարկե չեմ համարձակվի եւ ընդհանրապես չեմ զարմանա, եթե այս հանդիպման ելքը վճռվի հետ խաղային 11 մետրանց հարվածաշարում, այսպիսի համառ դիմակայություն եմ այստեղ կանխատեսում։ Շվեյցարիա, Ալժիր, այստեղ շվեյցարացիները, որոնց մասին ես շատ ամպագորգոր հայտարարություններ միգուցե արեցի մունդիալի մեկնարկից առաջ, ասելով որ կարող են այն անսպասելի թաքնված ֆավորիտը լինել այս առաջնության, այո, բարդ սկսել Շվեյցարիան, բայց խմբում գրավեց առաջին տեղը, շարժվեց առաջ եւ հիմա խաղալու է Ալժիրի հետ, որը բավականին բարդ տարբերակով դուրս եկավ իր խմբից եւ այս դիմակայությունում ես շարունակում եմ առավելություն տալ եվրոպական հավաքականին, շվեյցարացիները կարգով ավելի բարձր են, շվեյցարացիները ավելի կազմակերպված են, ավելի փորձառու են, ավելի այս ավելիները կարող են անվերջ լինել, կարծում եմ Շվեյցարիայի հավաքականը բավականին վստահ հաղթանակ կտոնի եւ կշարժվի առաջ, իսկ այնտեղ կհանդիպի արդեն Կոլումբիա-Գանա դիմակայության հաղթողի հետ, այստեղ էլ կա իրականում գայթակղություն, 50-50 գնահատել թիմերի շանսերը, բայց փոքրիկ առավելություն ամեն դեպքում ես կտամ կոլումբացիներին, որոնք իսկապես լավն են, Կոլումբիայի հավաքականը ապացուցեց դա գործով, ոչ միայն խոսքերով, նրանք Պորտուգալիայի հետ մեկ խմբում լինելով գրավեցին առաջին տեղը, Պորտուգալիային կարող էին եւ հաղթել, բայց բավարարվեցին իրենց ձեռնտու ոչ ոք եւ այնպես որ Կոլումբիայի հավաքականը նաեւ լուրջ աջակցություն ունենալու շնորհիվ, եթե նկատել եք Կոլումբիայի խաղերին ամբողջ ստադիոնը դեղինով է ներկված, դա նշանակում է, որ երկրպագուների պակաս չունեն Կոլումբիան, այդ ամենի շնորհիվ կստանա որոշակի առավելություն ու թեև գանացիները լավն են, մի քանի այլ աֆրիկյան հավաքականներին համահունչ, այսպես ֆուտբոլ են խաղում, բայց Կոլումբիան այստեղ մի փոքր ավելի բարձր կարգի շնորհիվ պետք է շարունակի ճանապարհը։ Այսպիսի զույգեր են 1/16 եզրափակում, նորից հիշեցնեմ, արդեն այսօր մեկնարկում է փլեյօֆը, մեկնարկում է Հարավաֆրիկյան Հանրապետություն Կանադա դիմակայությամբ, մենք շարունակենք միասին հետևել աշխարհի առաջնությանը, իսկ դուք չմոռանաք անպայման բաժանորդագրվել Celsius-ի Mediastor-ի եւ իմ էջերին, որպեսզի իմանաք ավելին, շարունակեք մեզ հետ մնալ եւ դիտել մեծագույն ֆուտբոլային իրադարձությունը, մենք կհանդիպենք առաջնության ընթացքում, շնորհակալություն, առաջ։